հնարավոր է գաղտնի պատվող գերիներին և պատաններին վերադարձնել, սա որքանով է իրատեսական, որ իսկապես այդ պայմանագրի ստորագրումից հետո կվերադարձնեն և պարոն Աբրամյան, վերջին օրերի Ադրբեջանի սադրանքները, հայտարարությունները, նաև այս ընթացքում Բաքվում պատվող գերիների դատավարությամբ ինչ հարց է ուզում լուծել կոնկրետ այս պահանջությամբ։ Նախ գերիների հետ կապված հարցին, տեսեք, Ադրբեջանը նույնիսկ փաստաթղթով նախատեսված իր պարտավորությունները չի կատարել, որ մնաց մենք ակնկալ ենք, որ Ադրբեջանը այն էլ ոչ բանավոր խոստման, այլ Հայաստանի իշխանությունների կարծիքով կարող է այդ փաստաթղթի ստորագրումից հետո դրական արձագանքել Բաքվու բանտերում գտնվող հայերի ճակատագրի։ Բնականաբար սա որևէ ձևով տրամաբանական չէ եւ սա որևէ ձևով չի բխում այսպես ասած ռեալ քաղաքականության այսպես առաջնահերթություններից։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը այս պահին հաստատում է իր երկրում 23 հայերի գոյությունը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է առաջնորդվենք այդ թվով, որովհետև 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարբեր տելեգրամյան ալիքներում, տարբեր այլ ապացույցներով նաև առաջ են եկել նկարներ, տեսագրություններ, որտեղ տարբեր ծնողներ նաև ճանաչել են իրենց որդիներին։ Հիմա այս պահին էլ մեր երկրում շուրջ 200 անհետ կորած անձինք կան եւ բնականաբար այս տեսանկյունից, երբ որ մենք խոսում ենք բացառապես 23 հայի մասին, բնականաբար նաև ֆիզիկական առումով նաև որոշակի վտանգ ենք արտահայտում նաև այդ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ, որովհետեւ որևէ մեկը չգիտի այդ մարդկանց կյանքը ինչպես է եւ որևէ մեկը չի կարող Ադրբեջանի թվերի վրա մենակ հիմնվելով ասել, որ Բաքվի բանտերում կան 23 անձինք։ Հատկապես այն դեպքում կրկնում եմ, որ պատերազմից հետո եղել են տարբեր տեսագրություններ, որտեղ այսօր անհետ կորածի կարգավիճակով ունեցող տարբեր զինծառայողներ երևացել են այդ կադրերում։ Եվ Հայաստանի Հանրապետության խնդիրն է ոչ միայն պայքարը մղել 23 հայերի վերադարձի, այլ հասկանալ, թե անհետ կորած անձինք ուր են, որտեղ են, եթե կան մարդիկ, ովքեր զոհվել են, ապա որտեղ են զոհվել, ինչ հանգամանքներում եւ գոնե մասնիկների հետ կապված հարցերը բարձրաձայնել։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ անհայտ կորած մարդիկ կան, որոնց զոհվելու փաստը չկա եւ դա ողջամիտ պնդում է առաջացնում նաեւ նրանց ծնողների հարազատների մոտ, որ այդ մարդիկ կան, ապրում են, գտնվում են ադրբեջանական պայմանականորեն բանտերում, բայց Ադրբեջանը նրանց մասին որևէ բարձրաձայնում չի իրականացում։ Երբ որ մենք խոսում ենք գերիների ռազմագերիների մասով, որպես կանոն բարձրաձայնվում է այն թեման, որ Հայաստանի իշխանության կողմից, որ նրանց հնարավոր թեման առաջին պլան բերելը կարող է տապալել այսպես կոչված խաղաղության գործընթացը, բայց ես ուզում եմ ասել հետևյալի մասին, եթե Հայաստանի որևէ իշխանություն խնդիր ունենար այդ թեման իր առաջնային քննարկման օրակարգում պահելու, ապա դա կարող էր զուգահեռ հարթությունում դառնալ բանակցությունների առարկա, որովհետև տեսեք, օրինակ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանը հայտարարեց, որ այդ ռեգիոնալ ապաշրջափակման թեման խաղաղության պայմանագրից դուրս է բերվելու եւ առանձին է քննարկվում, ինչը այս վերջին ամիսների տեղի ունենում։ Հիմա ինչ դեր խանգարում Հայաստանի իշխանությանը գերիների ռազմագերիների հարցը, առասարակ հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում անհետ կորածների հետ կապված դարձնել առանձին քննարկման օրակարգ եւ զուգահեռ հարթությունում քննարկման տանել։ Հայաստանի իշխանությունների նման քայլից չգնալը ըստ էության ցույց է տալիս նրանց մոտ կամքի բացակայությունը եւ այդ մարդկանց ճակատագրերի նկատմամբ անտարբերությունը։ Ես ինքս մասնակցել եմ տարբեր հանդիպումների, այդ թվում խորհրդարանում տեղ ունեցած երկու փակ լսումներին, որոնք 5.5-6 ժամ են տևել, որոնց մասնակցել են ուժային կառույցների ղեկավարներ, մասնակցել են անհետ կորած մեր տղաների հարազատները եւ այլն, եւ ինքս որևէ հիմնավորում չեմ տեսել պետական կառույցների կողմից, ովքեր տարբեր ձևերով կամ տարբեր թելերով զբաղվում են այս գործով։ Այս մարդիկ 4-5 տարի տառապում են եւ տառապում են հատկապես այն պատճառով, որ
իշխանությունը ինքը վերաբերմունք չի ցուցաբերում, պատշաճ վերաբերմունք չի դրսևորում եւ աշխատանքները կամ ձգձգվում են, կամ տարբեր դեպքերում նույնիսկ թեման կանգնած է։ Դրանով է պայմանավորված նաեւ այն մեծ լարվածությունը, որը տարբեր քննարկումների ժամանակ տեղի ունենում, ընդհանուր դրանք հասնում են փողոցներ փակելու եւ այլն, եւ բնականաբար այս մարդկանց չեն կարող չհասկանալ, որովհետեւ դրված է մարդկանց հարց, ովքեր մեր հայրենիքի պաշտպանության համար տարբեր հիմունքներով, սպայի կարգավիճակով, պայմանագրայինի, կամավորականի, պահեստազորայինի գնացել եւ ներգրավել են եւ 4-5 տարի անցած, բայց նրանց ճակատագրերի վերաբերյալ որևէ նորություն չկա։ Սա ցանկացած լուրջ պետության, իրեն հարգող պետության համար պետք է լիներ առաջնային հարց, որովհետև հայրենիքի պաշտպանը դա այս պետության թիվ 1 մարդն է եւ բնականաբար նրա հետ կապված ցանկացած հարց, սոցիալականից մինչեւ պատերազմական հնարավոր գործողություններ պետք է լինեն նորմալ պետությունների ուշադրության կենտրոնում։ Խնդրում եմ երկրորդ հարցն ձեր հիշեցրեք, որովհետև այդ համատեքստում ուզում եք հասկանալ թե սահմանի տեղի ունեցող այս սահմաններով եւ այդ դատավարության կոնկրետ այս փուլերով ինչ խնդիրներ ուզում անդրադառնալ գերի պատասխանը։ Առաջին Ադրբեջանը փորձում է Հայաստանի իշխանությունների հիշեցնել, որ ինքը կարող է վերադառնալ սահմանային ակտիվության ժամանակագրությանը, որովհետև տարբեր փուլերում Ադրբեջանը սահմանային լարվածությունը փորձում էր օգտագործել որպես դիվանագիտական ճակատում, որպես ճնշում գործադրելու միջոց։ Իհարկե մինչև 2018 թվականը ադրբեջանական սադրանքներին, տարբեր բնույթի գործողություններին հայկական կողմը տվել է այնպիսի պատասխան, որոնք ոչ միայն ջախջախիչ են եղել նրանց տարբեր միավորների համար, այլ դրանք հնարավորություն չեն տվել դիվանագիտական հարթությունում կամ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ դիրքավորում ապահովել Ադրբեջանի համար։ Ավելին հայկական կողմի գործողությունները, որոնք արտահայտվել են եւ դիվանագիտական մակարդակում եւ ռազմի դաշտում, մեզ հնարավորություն են տվել ոչ միայն ընդգծելու մեր կառուցողական կողմ լինելը եւ մեր առաջնահերթությունը հասնելու այս կոնֆլիկտի խաղաղ հանգուցալուծմանը, այլ տարիներ շարունակ մեզ հնարավորություն են տվել բանակցային գործընթացում յուրաքանչյուր հերթական փաստաթղթի դեպքում անընդհատ բարելավել մեր հնարավորությունները։ Մեկ օրինակ բերեմ, երբ որ քննարկում է օրինակ 2007 թվականի Մադրիդյան փաստաթուղթը, մենք Մադրիդյան փաստաթղթից 2007-ից մինչև 2011 թվականի Կազանյան հանդիպում, այսինքն 4 տարվա ընթացքում 30-31 շտկում ենք արել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, այսինքն յուրաքանչյուր փուլ իր հետ բերել է բարելավումներ եւ դրա հիմքում եղել է ոչ թե կոնկրետ այդ օրվա հանդիպումը կամ այդ օրվա բանակցությունները, այլ ինչպես ասում են, եւ գետին եղած իրողությունները եւ ռազմի դաշտում եւ դիվանագիտական մակարդակում արվող աշխատանքը։ Իհարկե, շատ ցավալի է այդ համատեքստում արձանագրել այն իրավիճակը, որը բերել է հասրել է մեզ այս իշխանությունը, այս ողբերգությունների շղթան 20 թվականի պատերազմով, 21, 22, 23 թվականներին Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի փաստով 23 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական վերահսկողությանն ու հայաստանյան իշխանությունների համաձայնությանը եւ այլն, բայց մենք ամեն դեպքում չենք կարող համեմատության մեջ ներկայացնել այն իրավիճակը, որը ունեցել ենք մինչև 18-ը եւ 18-ից հետո։ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտումներով նաեւ փորձում է ահաբեկել հայ ժողովրդին, սահմանամերձ բնակավայրի բնակչության միջոցով նաև այն բոլոր մարդկանց, ովքեր ապրում են հանրապետության տարբեր հատվածներով, դա իր անուղղակի ազդեցությունը այնուամենայնիվ թողնում է։ Հատկապես այն պարագայում, երբ որ Հայաստանում ապրող մարդը գիտակցում է, թե ովքեր են ղեկավարում երկիրը եւ տարբեր այսպիսի իրավիճակներում ինչպիսի պաշտպանություն են իրականացրել իրենց բնակիչների կամ իրենց քաղաքացիների համար։ Բնականաբար այս ամենը նաեւ հաշվի առնելով Ադրբեջանը փորձում է իր ագրեսիան տարբեր փուլերով արտահայտել, իսկ Հայաստանի իշխանությունը իր լռությամբ, անտարբերությամբ հանցավոր անտարբերությամբ նաև Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում առավել ագրեսիվ գործելու եւ նոր պահանջատիրությամբ հանդես գալու համար։
Անկեղծ ասած դժվար է հիմա հավաքական ձևով ներկայացնել, թե ինչ է ուզում ընդդիմությունը եւ որևէ փուլում էլ տրամաբանական չէ լինի, եթե ներկայացնեինք, թե ընդհանուր առմամբ ընդդիմությունը ինչ է ուզում։ Սկսենք այն հանգամանքից, որ դաշտում կան տարբեր օբյեկտներ, որոնք իրենց ներկայացնում են ընդդիմություն, բայց դա միայն հրապարակային հայտարարությամբ է, որովհետև իրենց գործողությունները, քայլերը, իրենց դիրքավորումը լրիվ հակառակի մասին է խոսում, այն մասին, որ իրենք իրենց ջանքերը ուղղում են ոչ թե իշխանության հեռացման կամ իշխանության դեմ պայքարի, այլ վարկաբեկելու կամ հարվածելու բոլոր այն ուժերին, որոնք փորձում են հասնել մեր երկրում իշխանափոխության։ Երկրորդ, ընդդիմություն ասվածը ներկայացված է եւ խորհրդանում, եւ խորհրդանից դուրս։ Հանրապետականի նպատակը եղել է մնում է այս իշխանության փոփոխությունը, ընդ որում դրա հիմքում մենք ունենում ենք ոչ միայն հերթական կամ արտահերթ ընտրական process-ները, այլ առաջին հերթին ոչ ընտրական միջոցներով, այսինքն փողոցային պայքարի միջոցով հասնելու այդ խնդրի լուծմանը։ Որն է դրա պատճառը? Դրա պատճառը այն է, որ մենք կարծում ենք, որ այս իշխանության պետության ղեկին լինելու պարագայում վարչական ռեսուրսները, տնտեսական կամ ֆինանսական այն միջոցները, որոնք պետք է ծառայեն հանրային բարիքի ստեղծման կամ երկրի պաշտպանության համար, դրանք ուղղվում են իշխանության հնարավորությունը մեծացմանը կամ իշխանության վերարտադրմանը, եւ բնականաբար այս պարագայում մեր համար առաջնային քայլն է ունենալ ընտրական process-ներ այն ժամանակ, երբ որ սրանք չեն վերահսկի այդ գործընթացը եւ սրանք չեն ունենա ազդեցություն պետական ռեսուրսների օգտագործման մասով։ Սա իհարկե ես չեմ ուզում ասել այն համատեքստից, որ մենք բոլոր առումներով ընտրությունների հետ կապված դեմ ենք արտահայտվում կամ օրինակ որոշում ունենք 26 թվականի ընտրությունների մասնակցել չմասնակցել ուղղությամբ, հատկապես որ նկատելի է, որ քաղաքական դաշտում որոշ ուժեր արհեստականորեն այս թեման օգտագործում են հանրապետականին թիրախավորելու համար, նաև որոշակի հնարավորություն ստեղծելու հետագայում այս թեման օգտագործելու համար։ Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ընտրական process-ներին հնարավոր մասնակցության հետ կապված հանրապետականը որևէ քննարկում չի իրականացրել եւ բնականաբար 26 թվականի հետ կապված մենք դեռևս վաղ ենք համարում որևէ տիպի քննարկումները, առավել եւս դիրքորոշումների արտահայտումը։ Ավելին մենք համարում ենք, որ ժամանակի շուտ ընտրությունների մասին կամ դրա մասնակցության մասին հայտարարելը կարող է խնդիրներ առաջացնել գիտակցության կամ ենթագիտակցաբար առումով մեր հասարակության համար, որովհետև դա կարող է նրանց որոշակիորեն տրամադրել բացառապես 26-ի իրադարձությունների համար, իսկ քանի որ մենք տեսնում ենք դեռևս հնարավորություն փողոցով նաև ճնշում գործադրելու եւ խնդիրը միջև 26 թվական լուծելու տեսանկյունից, բնականաբար այս համատեքստում ընտրական գործողությունները հանրապետականը կամ հանրապետականի գործադիր մարմինը իր օրակարգում չունի եւ միջև այս պահը չի քննարկել։ Երբ որ ես ասում եմ փողոցային պայքարի հնարավորության կամ այն հնարավոր պատուհանի մասին, որը մեզ գործելու հնարավորություն է տալիս, ես չեմ ասում սա այն տեսանկյունից, որ մենք տեսնում ենք, որ մեկ ամսվա ընթացքում կարող ենք հստակ այս խնդիրը լուծել կամ տալ բոլոր հարցերի պատասխանը։ Ես այստեղ հստակ ասում եմ, որ մենք տեսնում ենք այդ հնարավորությունը եւ փորձում ենք դրա շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել այն հույսով եւ այն ջանքերով, որ դա կարող է մինչեւ 26 թվականի ընտրությունները ունենալ իր արդյունքը, կամ եթե նույնիսկ մենք հասնենք 26 թվականի ընտրությունների, դա հնարավորություն ապահովի քաղաքական ուժերի համար, մեր հասարակության համար կարողանալու ճիշտ պահին, ճիշտ գնահատական եւ ճիշտ որոշում կայացնել։